Բարև ձեզ, սարվա թեման է, իմ հյուրը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է, բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, ընտրություններն անցան, հիմա հասարակությունը քննարկում է այլ հարց, արդյունքների հետ ամեն ինչ պարզ է, եղել են ընտրակեղծիքներ, թե ոչ։ Ընդդիմադիր դաշտ այս երկու օրը հեղեղել է սոցցանցերը, լրատվականները, թե իբր զանգվածային խախտումներով են անցել ընտրությունները, ինչ կարծիք եք։ Ես վստահ եմ, որ զանգվածային խախտումներ չեն եղել։ Իհարկե եղել են որոշակի թերացումներ, անճշտություններ, հիմա ամբողջ Երևանում այսօր սկսվել է ձայների վերահաշվարկ, եւ եթե այդպիսի անճշտություններ կան, իհարկե նրանք ի հայտ կգան։ Բայց ինչ վերաբերում է զանգվածային խախտումների մասով, ես վստահ եմ, որ չեն եղել։ Ինչու եմ վստահ, որ չեն եղել։ Ես ոչ դիտորդ եմ եղել, ոչ էլ այդ պահին եղել եմ այդ ընտրատեղամասերում, ես ընդհանրապես գնացել եւ քվեարկել եմ, բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 10% Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայն, արդեն իսկ խոսում են մասին, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար։ Ես զարմացած եմ, որ Հայաստանում կա այդքան մարդ, որը քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Եթե ընտրությունները կեղծվեին, միանշանակ այդպիսի ցուցանիշներ պարոն Քոչարյանը չէր ստանա։ Պարոն Ստեփանյան, տեսեք, իշխանությունը հայտարարում է, որ համոզիչ հաղթանակ են տարել, բայց թվային առումով իրենք ավելի քիչ մանդատ կունենան այս խորհրդարանում, քան այս գործող խորհրդարանում։ Արդյոք այս դասավորվածությունը կազդի իշխանության օրակարգի հետագա հարցեր լուծելու, որոշումներ ընդունելու վրա, նկատի ունեմ թե արտաքին քաղաքական առումով, թե այլ ավելի գլոբալ հարցերի մասով։ Տեսեք, ես անկեղծ ասեմ, ես կանխատեսում էի 50+1 իրականում ԿՊ-ի դեպքում ուղղակի չէի կիսվում այդ կանխատեսումները, որը մեկը չվիրավորվի քաղաքական դաշտում։ Այնպես որ շատ մոտ է դա այն կանխատեսումներին, որոնք ես բոլորովին զարմացած չեմ, որովհետև ի հայտ է եկել նոր խաղացող դաշտում իդեմս Սամվել Կարապետյանի, ըստ ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի, որը բերել է Ռուսաստանի ցահագին մարդ, որոնք քվեարկել են, որը այսպես ասեմ դարձրել է հերթական անգամ փողը վերադարձրել է մեր քաղաքականություն եւ փողով ահագին հարցեր են լուծվել այս նախընտրական շրջանում։ Դա մենք պետք է հաշվի առնենք, որ իրոք Հայաստանում կա մարդկանց զանգված, որոնք ատում են այդ իշխանությանը, ոչ թե չեն ընդունում, այլ ուղղակի ատում են։ Դրա համար իրենք ունեն իրենց սուբյեկտիվ պատճառները։ Պատճառների մասին չխոսենք։ Դրա համար այդ արդյունքը նորմալ արդյունք է, հիշենք, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, իսկ ժողովրդավարական երկրներում, օրինակ նույն Գերմանիայում, կոալիցիոն են լինում կառավարությունները հիմնականում Եվրամիությունում, այսինքն 49.50% արդյունքը դա բավականին լուրջ արդյունք է ժողովրդավարական երկրի համար, եւ ես նորից եմ ասում, դա եւս մեկ անգամ փաստում է դա այն, որ ընտրությունները չեն կեղծվել։ Ինչը վերաբերվում է հեռանկարներին, ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետ Փաշինյանը այդ լուծումը կգտնեն։ Ինչպես անել այնպես, որպեսզի քվեարկությունների ժամանակ նրանք ունենան բավարար ձայների, մանդատների քանակ։ Պարոն Ստեփանյան, տեսեք, ընտրությունները չեն կեղծվել, բայց մեծ ազդեցություն ունեցան ձեր ասած նաև դրսից եկած մարդիկ, մեր հայրենակիցներ, որոնք երկքաղաքացի են, բայց ունեն թեկուզ Հայաստանի քաղաքացիություն, բայց երկար ժամանակ այստեղ չեն ապրել, բայց այդուամենայնիվ նրանց ձայները որոշիչ եղավ նույն Սամվել Կարապետյանի ազգային ժողով մտնելու հարցում։ Այս հարցը արդյոք պետք է լուծի, արդյոք պետք է երկքաղաքացիները կամ երկար ժամանակ Հայաստանում չբնակվող քաղաքացիները ընտրության իրավունք ունենան։ Ես այդ մասին արդեն արտահայտվել եմ, ես կարծում եմ, որ պետք է երկքաղաքացիների մասով առնվազն սահմանափակումներ մտցվեն, այսինքն ցենս պետք է լինի մշտական բնակության, չգիտեմ 6 ամիս տարեկան կամ չգիտեմ, հա, այնպես չէ՞ որ մարդը Կանադայում, չեմ ասում Ռուսաստանում, Կանադայում 5 տարի ապրի, հետո կընտրի եւ հետ գնա, դա արդար չէ։ Դա ճիշտ չէ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր ունեն մեկ անձնագիր եւ Հայաստանի Հանրապետությունում։ Այդ հայտնի պատմությունը, երբ որ Պարոնը եկավ, չգիտեմ որտեղից Ռուսաստանից եւ ասաց ես այսօր քվեարկում եմ եւ հետ գտնամ, որպեսզի խնդիրներ չունենամ իմ երեխաների մասին եմ մտածում, դա ինչի մասին է խոսում։ Դա ինչու այդպես մեծ արձագանք ստացվեց, որովհետեւ մեր Հայաստանում ապրող մարդիկ ասած ինչ հասկացանք։ Ինչ-որ մեկը քվեարկի, հետո փախչի, իսկ այդ արդյունքները մենք 5 տարի մարսենք, հա, դա ճիշտ չի։ Ես կարծում եմ, որ միանշանակ պետք է սահմանափակումներ մտցնեն, օրինակ բնակության ցենզի տեսքով։
Դա միայն մի օրինակ եմ բերում, շատ կարող է լինել։ Այսինքն այսօր նաև քննարկվում է թե արդյոք ընդդիմությունը կվերցնի մանդատները, տարբեր կարծիքներ են դաշտում, մի մասը պնդում է որ պետք է վերցնել, մյուսը չպետք է վերցնել։ Երկու դեպքում էլ ինչ կփոխվի կամ ըստ ձեզ ինչպես կվարվի, որն է ճիշտ ընդդիմության պարագայում գնալ խորհրդարան, թե չգնալ։ Ես դեռ նախընտրական շրջանում ինքս բարձրացրել եմ այդ թեման իմ հարցազրույցներում եւ այն ժամանակ ասել եմ, որ ընտրություններից հետո գլխավոր հարցը դա է լինելու։ ԿՊ-ն ավելացնում է առաջին տեղը եւ ընդդիմությունը կանգնում է մեկ հարցի առաջ վերցնել մանդատները, թե չվերցնել, որովհետեւ ինձ հարցը այսպես է ձևակերպում, չէ՞, մեր գործընկերները ասում են դուք սպասում եք բողոքի ակցիաներ, հեղափոխություն, փողոցային պայքար, ես միշտ ասում եմ, դա կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի։ Այսինքն չճանաչի ընտրությունների արդյունքները։ Սա սկզբունքային հարց է։ Եթե իրանք մանդատները վերցնում են, դա նշանակում է, որ ուզում են բողոքել, ինչ ուզում են անեն։ Ուրեմն իրենք ճանաչում են ընտրությունների արդյունքները։ Եվ դա միշտ այդպես է եղել Հայաստանում։ Ես չեմ կարծում, որ այս անգամ բացառություն լինելու։ Դրանք վերցնելու են մանդատները։ Ես դա ասել եմ ընտրություններից առաջ եւ դա շարունակում եմ պնդել հիմա։ Որովհետեւ հիմա երբ մենք փորձում ենք վերլուծել մեր ներքաղաքական դաշտը եւ իրավիճակը, տեսեք, իրենք կարող են հաջողության հասնել մանդատները չվերցնելու դեպքում մեկ պայմանով, որ իրենք դուրս են գալի փողոց, բերում են քրիտիկական զանգված, Հայաստանի դեպքում դա 100-200 հազար հոգի առնվազն, եւ այդ 100-200 հոգին պետք է առնվազն երկու շաբաթ փողոցում կանգնի, որպես իշխանությունը հանձնվի։ Իրենք այդպեսի զանգված չունեն։ Այդ Սամվել Կարապետյանի միտինգը վերջնականը, որ փակվեց նախընտրական, ինչքան էր հավաքվել 17-18 հազար մարդ, չէ՞։ 18 կար։ Այսինքն դա իրենց մոբիլիզացիոն, այսպես ասած, չափը սա է։ Հասնել դրսից եկած էր։ Ну, հա, հասկանալի է, մի մասն է դրսից եկած, մի մասը ոստիկաններ, լրագրողներ եւ այլն, քաղաքացիական հագուստով մարդիկ, լավ 20000, թող լինի 20000։ 20000-ը դա քրիտիկական զանգված չէ եւ այդ 20000-ի կարող փողոցում պահելու կարողությունն իրենք չունեն։ Այդ 20000-ը փողոցում պահես, դու պետք է իրենց ամենը վճարես իրենց դեպքում։ Իրենց դեպքում պետք է վճարես։ Դա անհնար է։ Դրա համար, եթե նրանք չեն կարող ստեղծել հեղափոխական իրավիճակ, ուրեմն մանդատը չվերցնելը բոլորովին անիմաստ քայլ է։ Այսինքն իրենք մանդատը չեն վերցնում, ԿՊ-ն սահմանադրության, որքանով ես հասկանում եմ, ես փորձել եմ ուսումնասիրել դա, իրավունք ունի խորհրդարանը ձևավորել եւ աշխատել։ Եթե դա այդպես է, իմաստը որն է մանդատ չվերցնելու։ Դրա համար ես կարծում եմ, որ իրենք մանդատները խելոք կվերցնեն, կգան խորհրդարան եւ խորհրդարանը հերթական 5 տարվա ընթացքում միջև 26-ը, կներեք միջև 31-ը կդարձնեն հերթական կրկես խեղկատակների հավաքածու, որոնցից ժողովուրդը զզվելու է, որոնցից ժողովուրդը ոչ մի ակնկալիքներ չի ունենա եւ այլն եւ այլն եւ այլն, այն ինչ մենք տեսել ենք վերջին 5 տարվա ընթացքում։ Դա մեր ընտրությունների ամենավատ կողմն է եւ ամենավատ արդյունքն է, որը մենք ունենք։ Պարոն Ստեփանյան, հաջորդ գլխավոր ինտրիգը ԲՀԿ-ն է կանցնի թե չի անցնի, այնտեղ մի քանի ձայնի համար է, այսպես ասենք, պայքարը գնում կամ վեճը գնում, ինչ կփոխվի, եթե ԲՀԿ-ն անցնի կամ եթե չանցնի։ Տեսեք, նախ վերադառնանք ձեր առաջին հարցին, ԲՀԿ-ն այս կոնտեքստում ես կարծում եմ ամենացածուն օրինակն է, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար։ Եթե այդպես չլիներ, դրանք այդ 4%-ի շեմին չէին մոտենա։ Մի 0.5% կնկարեին, այնտեղ կջնջեին մի բան կանեին, չէ, հոսանքները կանջատեին կլսնել, գիտենք ոնց է դա արվում։ ԲՀԿ-ն կերազեր այդ մասին։ Հիմա տեսնում ենք, որ ռեալ այդ մարդիկ մոտեցել են այդ շեմին։ Ես չգիտեմ, պետք է վերջնահաշվարկ լինի։ Եթե անցնում են, պետք է անցնեն։ Եթե չեն անցնում, եթե իրոք 60 ձայն պակասում, պետք է չանցնեն, որովհետև կա օրենք։ Ես չգիտեմ ինչով է դա ավարտվելու, բայց դատելով նրանից, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ հերթական քրեական գործն է հարուցվել, ինձ թվում է, որ տեսեք, հա, այսպես մի բան ասեմ։ Իշխանությունը երկու տարբերակն է ձեռնտու է։ Եթե Ծառուկյանը անցնում է, իրենց ձեռնտու է։ Եթե չի անցնում, իրենց ձեռնտու չի։ Ինչի է ձեռնտու, եթե անցնում է։ Որտեվ պարոն Ծառուկյանը եւ իր քաղաքական ուժը, թող ներենից մեր քաղաքական դաշտի մնացած դերակատարները, իրենք կառավարելի են։ Ամենակառավարելի ընդդիմությունն է, որը կարող է քաղաքացիական պայմանագիր ունենալ խորհրդարանում։
Եվ ես վստահ եմ, որ X ժամին, երբ իրենց ծայրները պետք կան, իրենք կգնան եւ կքվեարկեն այնպես, ինչպես պետք է քաղաքացիական պայմանագրին, այնպես որ ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում։ Այդ հիմարությունները, այդ արտահոսքերը, որ բերել են լրատվական դաշտ են գցել, իրենց թերթերը, թե իբր թե ԿՊ-ն ԲՀԿ-ին գործարքի առաջարկում, թե եկեք մտեք, բայց երբ որ ժամանակը գա մեզ քվեարկը, դա հիմարությունն է կատարել, որտեվ ԿՊ-ն դրա կարիքը չունի։ Իրենք ամբողջապես ղեկավարվող ընդդիմություն են լինում, կոնկրետ ԲՀԿ-ն։ Ես ինչի չեմ ասում։ Միշտ էլ եղել է գրեթե, էլի բոլորի։ Դե մենք հիշում ենք պարոն Ծառուկյանը ինչպես դուրս եկավ քաղաքականությունից եւ ինչու դուրս եկավ հայտարարեց, որ ինքը հավերժ դուրս եկավ, հետո վերադարձավ 1 տարի հետո, մենք դա հիշում ենք, մենք դա գիտենք։ Եվ ես չեմ կարծում, որ հիմա ուրիշ բան է։ Դրա համար ես դրան մեծ ուշադրություն չեմ դարձնում, լինելու են իրանք խորհրդարանում թե ոչ։ Պարոն Ստեփանյան, շարունակի Ռուսաստանը սահմանափակումները, որոնք մտցրել էր նախընտրական փուլում Հայաստանի տնտեսական։ Այո։ Երբ ասում եմ կշարունակի, դա չի նշանակում, որ հենց ելակը չի գնալու, հա? Ելակը կարող է գնի։ Հակա ուրիշ բան չգնի։ Ինչու կշարունակի, որովհետև ռուսական տնտեսական պատժամիջոցների, ես հասկանում եմ, որ դա ծավալու է հնչում, պատժամիջոցների տակ գտնվող պետությունը փորձում է պատժամիջոց սահմանել իր դաշնակցի ԵԱՏՄ-ի անդամի նկատմամբ, դա ծավալի է, բայց դա նաև ողբերգական է։ Դա պետք է բաժանել երկու մասի։ Նախընտրական, երբ դա արվում էր ոչ թե իշխանության դեմ, այլ ժողովրդի դեմ, ընտրողի դեմ, որովհետեւ ընտրողին վախեցնել եւ ստիպել ընտրողը գնալ ընտրի ռուսական ուժերին, այսպես ասեմ։ Թե տեսեք Ռուսաստանը հիմա սահ կփակի, գազը կփակի, օդը կփակի, ճանապարհը կփակի, կխեղդի մեզ մոտ 8 տարիներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք տեսանք, որ դա չաշխատեց։ Քաղաքացիական պայմանագիրը հաղթեց։ Հիմա անցնում ենք երկրորդ փուլի։ Երկրորդ փուլը շատ ավելի կարևոր է մեզ համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չանոնսեց, որ նրանք Պուտինի հետ հանդիպելու են։ Ինչի համար են հանդիպելու։ Հանդիպելու են, որպեսզի հասկանան, թե ինչպես են զարգանալու կամ գոյատևելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Պուտինը ինչ է ուզում մեզանից։ Ինքը ուզում է մասնակցություն երկրի կյանքում։ Պուտինի համար միշտ հիմնարարը եղել են կոմունիկացիաները, էներգետիկան։ Այս երկու հիմնական ուղղությունները։ Դրանց ելնելով մենք կարող ենք նշել հետևյալը. բանակցություններ են գնալու եւ պահանջներ են հնչեցվելու Պուտինի կողմից։ Առաջին հերթին ատոմակայանի կառուցման հարցում իրենք են փորձելու դա վերցնել իրենց ձեռքը եւ ես վստահ եմ, որ նույնիսկ եթե իրենք վերցնեն, այդ ատոմակայանը չի կառուցվելու, որովհետեւ a նրանց դա պետք չէ, B նրանք այդ պոտենցիալը այս պահին չունեն, նրանք ԱԿՈ-յուն նույնիսկ չեն կարողացել միջև վերջ ավարտեն Թուրքիայում պատժամիջոցների համար, որոնք սահմանվել են իրենց նկատմամբ Եվրամիության, օրինակ Գերմանիայի կամ Ֆրանսիայի կողմից։ Եվ C դա մեզ համար կործանում է լինելու, որովհետև այդ ամբողջ դիվերսիֆիկացիոն քաղաքականություն, տնտեսական, որի մասին այդքան երկար խոսվում է, նշանակելու է, որ նորից ավարտվելու է ոչ մի բանով։ Սա անթույլատրելի է մեզ համար ռուսների հետ այս հարցում գնալ որևէ գործարքի։ Երկաթողու հարցը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք կառուցելու ենք այդ 3 հատվածը, որոնք կապելու են մեզ Նախիջևանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սեփական ուժերով։ Հիմա Հարավ-Կովկասյան երկաթողու հարցն է առաջ գալիս։ Ինչպես է դա համատեղվելու, ինչպես են այդ երկաթողները աշխատելու։ Թրիպ նախագիծը դա առանձին երկաթողի է, դա կարող է առանձին աշխատել, սա ինչպես է աշխատելու, այսինքն Ռուսաստանը վաղ թե ուշ եւ այդ հարցը բարձրացվելու է, պետք է այդ կոնցեսիոն պայմանագիրը խզվի։ Իրենք դա չեն ուզում։ Եվ իրենք չեն ուզում, որպեսզի մեր երկաթողային ցանցը ծառայեցվի շրջափակումը վերացելու, տարածաշրջանը բացելու նպատակով։ Սա իրենց համար կարևոր գիծ է։ Ռուսաստանը դեստրուկտիվ գործոն է։ Իրենք միշտ եղել են դեստրուկտիվ գործոն առաջին օրվանից, երբ մենք ստացել ենք անկախություն։ Եվ այդ դեստրուկտիվ գործոնը միշտ արտացոլվել է եւ արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով։ Հիմա կոնֆլիկտը չկա, բայց մետաստազները մնացել են։ Այդ պարոն Քոչարյանի հերոսությունները, որ ինքը գործել է, կոնցեսիոն պայմանագիր, ատոմակայան, գազի խողովակ Իրանից, որը 2 անգամ փոքրացվեց եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա դա այդ ամբողջը ուղղված է եւ աշխատելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա ռուսները փորձելու են այս հարցերը բարձրացնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վարչապետի համաձայնությունը տա։ Եթե ինքը համաձայնությունը տա, մի անգամից այդ ամենը կվերանա։
Մենք կդառնանք ամենալավ բարեկամները, Մարիա Զախարովյանը մեզ դիֆերանտներ կասի ամեն օր, նույնը Պեսկովը, նույնը Օվերչուկը կասի, որ մենք ամենալավ ԵԱՏՄ անդամներն ենք, բայց մեզ դա պետք է, որովհետև օրերից մի օր մենք նորից կհայտնվենք կոտրած դաշտակի առջև, այս անգամ տնտեսական։ Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տանք, որպեսզի խորտակվող սուզվող նավից, մեծ նավից լինենք կապված, մեր փոքր նավակը պետք է իրանցից կապված լինենք, պետք է առանձին լինենք իրանցից։ Մանավանդ այսօրվա օվկիանոսում, որը շատ անհանգիստ է, ոչ մեկ չգիտի վաղը ինչ է լինելու։ Ես նկատի ունեմ աշխարհաքաղաքական առումով։ Սա մեզ համար ահավոր մեծ ճոխություն է։ Ես չեմ կարծում, որ վարչապետ Փաշինյանը զիջումների է գնալու այս հարցում։ Իսկ եթե ինքը զիջումների չի գնում, դա նշանակում է, որ Ռուսաստանը փորձելու է, շարունակելու է ինչ որ առումով մեզ կծել, խանգարել, խնդիրներ առաջացնել, բայց դե սա էլ մի այլ տրամաբանություն ունի։ Մենք տեսնում ենք, որ այդ բոլոր ռուսական քայլերը, նույնիսկ նախընտրական շրջանակներում աշխատեցին Ռուսաստանի դեմ։ Երեք հայտնի է դարձել, որ Լեհաստանը մեր ամբողջ ծիրանը գնում է։ Տեսեք, մի բան էլ է կարևոր։ Մենք Ուկրաինա չենք։ Մենք Ղազախստան չենք, մենք Իրան չենք, մենք փոքր երկիր ենք։ Մենք փոքր երկիր ենք, որը արտադրում է քիչ ծիրան, քիչ ելակ, այդ որ ասում են դուք ինչ եք մտածում, չէ՞, ռուսամոլները այդպեսի բան են, չէ՞ ասում են Եվրոպան իր արտադրողներին ասենք բան անելու, խանգարելու է, իրենց շահերը տարորելու է եւ ձեր ելակը կամ ծիրանը կան, իսկ ինչու ոչ։ Փոքր շուկա։ Ինչ շուկա է, մենք ինչ ենք տանում։ Մենք այնպես փոքր քանակներ ենք տանում, որ եվրոպական այդ մի քանի 100 միլիոնանոց շուկայում երամ չի երևալու։ Հետո ով ասաց, որ պետք է անպայման Եվրոպա տանենք։ Արաբական երկրներ տանենք։ Մի քանի 100 միլիոնանոց շուկայը դա մեր կողքն է։ Նոր Զելանդական խնձորը վաճառվում է Դուբայում։ Օրինակ սա ձեզ։ Բերում են, չէ, ծախում են։ Բա ո՞նց են ծախում։ Կարողանում են չէ ծախեն։ Իսկ ինչու մենք չենք կարող ծախել։ Այնպես որ ես կարծում եմ այլ ընտրանքներ կան։ Ռուսաստանը ունակ է եւ կարող է կրակել սեփական ոտքին, փորձել շարունակել այդ ծիծաղելու պատժամիջոցների քաղաքականությունը մեր դեմ, բայց դա ոչ մի լավ բան Ռուսաստանին չի բերի։ Եվ ես կարծում եմ, որ դա ինչ որ առումով նաեւ մեզ ավելի ձեռնտու է, որովհետեւ եվրոպական բյուրոկրատիան շատ ավելի արագ կշարժվի, մեր բյուրոկրատիան ավելի արագ կշարժվի եւ մեր ճանապարհը դեպի Եվրամիություն առաջին հերթին առևտրային մասով կլինի շատ ավելի արագ, շատ ավելի կարճ եւ շատ ավելի դյուրին։ Բանալ հաջորդ, այսպես ասենք, հանրությանը անհանգստացնող եւ սպասվող հարցերից մեկը խաղաղության պայմանագիրը կստորագրվի թե չէ, հայտնի է, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե մենք նաև սպասում ենք այս ընտրությունների արդյունքներին, ինչ ճակատագիր կունենա այդ փաստաթուղթը գնաց ստորագրման, եթե նաև հաշվի առնենք, որ սահմանադրությունը ոնց որ թե չի փոխվի Հայաստանում։ Ես հենց դա ուզում ասել, սա չափազանց բարդ խնդիր է այս պահին։ Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասելու, որ իշխանության համար եթե ինքը չունենա խորհրդարանում այդ սահմանադրական մեծամասնությունը իր համար այդ խնդիրը շատ դժվար է լինելու, շատ ավելի դժվար, քան հաղթել այս ընտրություններում։ Դրա համար, եթե Ադրբեջանը շարունակի համառորեն դա պահանջել, ես կարծում եմ դա կարող է ունենալ լուրջ ազդեցություն եւ առնվազն խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվի։ Բայց տեսեք, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, հա, խաղաղության պայմանագիրը մեզ համար դարման չի։ Ինքը մեր ամբողջ խնդիրները Ադրբեջանի հետ չի լուծում։ Սա միանշանակ դրական կարևոր քայլ է լինելու մեզ համար։ Բայց ես օրինակ ավելի մեծ նշանակություն եմ տալիս առևտրային հարաբերությունների վերականգնմանը։ Ես ավելի մեծ նշանակություն։ Այո։ Ես ավելի մեծ նշանակություն եմ տալիս ամենակարևորը, ես միշտ դա ասել եմ, սահմանազատման գործընթացին։ Ինձ համար հիմա ավելի կարևոր է։ Տեսեք ինչ եմ ասում։ Որ օրինակ գոնե Հայաստան-Ադրբեջան 1000 կիլոմետրը մոտավորապես սահման, գոնե 500 կիլոմետրը սահմանազատվի, դա ավելի կարևոր է, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Տեսեք, չեմ ասում ամբողջական 1000 կիլոմետր, գոնե կեսը։ Սա ավելի շոշափելի մեծ համար արդյունք է, քան որպես խաղաղության գրավական հաստատվող, քան պայմանագրի ստորագրումը։ Լեռնային Ղարաբաղի հարցի փաստացի փակումից հետո հայերին հայկական գործոնի Արցախում ոչնչացումից հետո ծանր բաներ եմ ասում, բայց դա իրականություն է։ Մեր եւ Ադրբեջանի միջև կա մեկ վիճելի հարց, դա սահմանն է։
Եթե սահմանը դելիմիտացվում եւ դեմակարգվում է, մնացած բոլոր խնդիրները լուծելի են շատ հեշտ։ Համեմատաբար հեշտ։ Սա տարիներ պետք չի դրա համար։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք չպետք է այդքան կախվենք, հա, արկախվենք այդ խաղաղության պայմանագրից Ադրբեջանի խնդրենք։ Չեն ստորագրում, թող չստորագրեն։ Բայց մեր հարաբերությունները պետք է զարգացնել։ Օրինակ, ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք Ադրբեջանից գազ գնել։ Մանավանդ որ Ռուսաստանը մեզ դրան ստիպում է։ Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանում դրանք կգնան։ Ուստի շուտ գնանք։ Այո։ Ես չի նշանակում, որ ամբողջ գազը պետք է Ադրբեջան, ոչ մի դեպքում։ Որտեղ ինչպես սկսեն վաճառել, մի օր էլ կարող են փակել։ Այսինքն այն ինչ անում է Ռուսաստանը մեր դեմ, մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը այս դրա համար կա մեկ ճանապարհ։ Գնել գազ Ռուսաստանից, չենք հրաժարվում։ Ադրբեջանից, Իրանից, ինչու ոչ Թուրքմենստանից, Իրանի տարածքով սփոփ սխեմայով։ Այսինքն դիվերսիֆիկացումն է մեր ուղին։ Եվ այդ մասին վարչապետ Փաշինյանը ուղիղ ասել է, ես միայն կարող եմ ողջունել այդ քաղաքականությունը, ուղղակի պետք է մի փոքր արագացնել այդ գործընթացները, բայց այնպես չլինի, որ դեկտեմբեր ամսին Ռուսաստանում զարթնեն եւ ասեն, գիտեք ինչ կա, մենք գազը 4 անգամ թանկացնում ենք եւ մենք մնանք կոտրած դաշտակի մոտ։ Այդ պահին պետք է այդ այլընտրանք արդեն լինի։ Եվ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում Ռուսաստանից նույնիսկ ծպտուն չեն հանի այդ ուղղությամբ։ Այնպես որ խաղաղության պայմանագիրը կարևոր է, չի բացառվում, որ այն կստորագրվի այս տարի, բայց ես նորից եմ ասում, դա չպետք է մեզ համար լինի առաջնահերթություն Ադրբեջանի հետ հարաբերություն։ Մենք ունենք շատ ավելի կարևոր հարցեր։ Եվ տեսեք, նույն Ադրբեջանում դա մենք գնացել ենք, չէ։ Այսպեսի կարծիքներ են հնչում այնտեղ։ Մեր գործընկերների կողմից։ Նրանք ասում են, բա գիտեք ինչ կա։ Իսկ ով ասեց, որ տենց պարտադիր պայման է, այդ պայմանագիրը ստորագրել, հա, Ճապոնիան, Ռուսաստանը 180 իրենք է իսկ ասում։ Հա 80 տարի, հա, տենց չունեն այդ առևտրային հարաբերություն, մինչև այս վերջի սերումը, էլի։ Առևտրային հարաբերություններ ունեն, պատերազմ չկա եւ այլն, բայց խաղաղության պայմանագիր չկա։ Ինչն է խանգարում, մենք է գնանք այդ ճանապարհով։ Ոչ մի բան։ Եթե իրենք այդպես են կարծում, ես չեմ կարծում, որ մենք այստեղ խնդիր ունենք, ես պետք է գնանք, խնդրենք, ասենք, գիտեք ինչ կա, եկեք ստորագրենք։ Որ ստորագրենք շատ լավ կլինի բոլորիս համար, եւ մեր համար, եւ իրենց համար, այդ էջը պետք է փակենք։ Պատերազմի էջը մենք պետք է փակենք։ Ոչ մեկ իրավունք չունի, մենք չպետք է թույլ տանք, որ ինչ որ այլ ազգ, այլ պետություն մեր խնդիրներից օգտվի։ Իսկ դա եղել է տասնյակ տարիներ։ Դե մենք այդ մասին պետք է խոսենք ադրբեջանցիները, մենք դա անում ենք։ Հիմա եթե իրենք չեն ուզում, թող չստորագրեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է պատերազմենք, դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանազատում չանենք, դա չի նշանակում, որ մենք չպետք է իրանցից գնենք գազ, իսկ իրենք չպետք է մեզանից գնեն պայմանական կոնյակ։ Իմ մոտեցումը սա է։ Շնորհակալություն։ Ես եմ դե շնորհակալ։ Սարվա թեմաներ իմ զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք առայժմ։